Պարոն Գրիգորյան, ճիշտ ասած, իրավաբանորեն ես համաձայն չեմ ձեր ասածի հետ, որովհետև դա քաղված չի, դա փաստաթուղթ է, իրավական նշանակություն ունեցող փաստաթուղթ է, որտեղ կան իրավաբանական նշանակություն ունեցող տվյալներ։ Այլ հավասար պայմաններում, ուրեմն մենք ընդհանրապես վարորդական իրավունքի վկայական որպես այդպեսին քաղաքացուն չպիտի տանք, ասեն գրանցում են քո քննության արդյունքները եւ վերջ։ Չէ, դա նկատի չունեմ։ Իսակսյան, տեսեք, ես գրանցել եմ տրանսպորտային միջոցի նկատմամբ իմ սեփականության իրավունքը, եկել եմ վճարել եմ բոլոր դուրքերը եւ այդ գրառումը պետությունը կատարել է, որ այլևս այս գույքի սեփականատերը էս ինչ մարդն է, չէ՞, այդ գրառումը գոյություն ունի էլեկտրոնային։ Հիմա այդ գրառումը երբ որ ինձ պետք է գալիս կամ երբ որ ես վերցնում եմ, դառնում է քաղվածք, չէ՞, գրառման։ Ինքը լրացուցիչ էլ վկայականի ֆունկցիա չունի, թե ունի։ Պարոն Գրիգորյան, դա դառնում է թվային վկայական։ Ուրեմն մենք պիտի թվային վկայականի գաղափարը առհասարակ հանենք մեր այս օրենսդրական փաթեթից եւ ասենք ուղղակի թվային տվյալներ են մուտքագրվում եւ պլաստիկը կարող է պարտադիր լինել, կարող է պարտադիր չլինել։ Մտածելու բանը, առաջարկում եք շարունակել մտածել, համաձայն ենք ձեր առաջարկին, բայց կարծում եմ մտածելու բան է։ Շատ Առնվազն կադաստրի տրամաբանություն, պարոն Թովմասյան, խնդրում եմ օգնեք մեզ։ Շնորհակալություն, հարգել պարոն փոխվարչապետ, խնդիրը ինչու՞մն է կայանում։ Մենք էլ այսօր ունենք տրված թղթային վկայականներ, որոնք տարիների ընթացքում քաղաքացիներին տրվել են, եւ սեփականատերերը երբ որ դիմում են եւ նոր նմուշ են ուզում, իսկ նոր նմուշը դա իրենից ներկայացնում է էլեկտրոնային անշարժ գույքի իրավունք հաստատող հավաստող փաստաթուղթ, մենք դրա համար քաղաքացիներից գումար չենք գանձում այսօր։ Պարոն Թովմասյան, գումարի հարցը կքննարկենք, դա հեշտ է, Տիկին Սարգսյանի հետ քննարկում ենք այլ բան։ Երբ որ դուք գրառման մասին քաղվածք եք տալիս ու ասում եք այո, դուք սեփականատեր եք, որովհետև պետական գրառում կա էլեկտրոնային, այն մասին, որ գույքի սեփականատերը դուք եք։ Եթե ձեզ պետք է թղթային, խնդրեմ, վերցրեք այս քաղվածքը եւ ցանկացած տեղ կարող եք ներկայացնել որպես ապացույց, որ սեփականատերը դուք եք։ Կարող է ինքը կոչվում է վկայական, դա պրինցիպիալ չի։ Մենք ինչ ենք անում, տալիս ենք գաղտնաբար ծածկագիր ընդամենը, քաղվածքներ սեփականատիրոջը չենք տալիս որևէ, այդ գաղտնաբար ծածկագրով մեր էլեկտրոնային բազայում որոնում են կատարում եւ համապատասխան փաստաթուղթը հենց այդ բան գեներացվում է եւ մարդիկ տեսնում են ինչ գույքի նկատմամբ ով ինչ սեփականության իրավունք ունի։ Դուք ավելի մի քայլ առաջ ենք գնում, դուք ուղղակի հասանելիություն եք տալիս պետական գրառմանը։ Այո, բոլորը կարող են որոնել մեր բազայում ցանկացած պահագայում եւ տեսնել այդ համապատասխան տեղեկատվությունը։ Տիկին Սարգսյան, հասկանում ենք, որ հիմա այս քննարկումը ավելի շատ ապագայի մասին է։ Մենք կարող ենք հասնել նրան, որ գույքի նկատմամբ իրավունքների կամ այդ թվում շահագործման իրավունքը վերջում դառնա ուղղակի հասանելիության կոդ, որով ցանկացած հետաքրքրվող հնարավորություն ունենա այդ կոդով հասանելիություն ունենա պետական գրառման այդ գույքի մասին, ով է սեփականատերը, ով իրավունք ունի շահագործել, վաղը մյուս օրը ապահովագրված է թե ոչ, տեղ զննում անցած է թե ոչ, այս տրամաբանությամբ։ Քուրյան, այո, բայց ոչ հենց հիմա, որովհետև հաշվառման քննական ստորաբաժանումների բիզնես գործընթացների վերլուծության արդյունքում պիտի մեր ամբողջ թվային հարթակը փոխակերպենք այս տրամաբանությամբ։ Մեր մոտեցումը հենց դա է, որպեսզի հետո շատ ավելի քիչ այցելությունների կամ թղթաշրջանառության կարիք լինի, բայց փոխանակման կտորով մենք ազգային ժողովի արդեն շրջափուլում կդիտարկենք միայն փոխանակման տեսանկյունից այս կարգավորումը հանելու տարբերակը եւս, որովե խնդիր չեմ տեսնում։ Շատ լավ, այսինքն մենք հիմա անցում ենք գնանք այս ճանապարհով, որը շատ ավելի լավ արդյունավետ է, քան գործողը, որից հետո հերթական փուլով ուղղակի գնալու ենք գրառմանը հասանելիություն տալու տրամաբանությամբ թե պարեկներին, թե մեզ, թե ցանկացած անձի, ով լիազորություն ունի իդենտիֆիկացնել այդ գրառումը պետական։ Շատ լավ է, բայց ես կարծում եմ այդ նշանակում է, որ թվային նոր հարթակ պիտի ձևավորվի։ Պարոն Գրիգորյան, իրականում այո, մենք այս պայդրությամբ դա ենք հենց քննարկում, որովհետև գիտեք, որ ունենք նաև առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշների աճուրդի հարթակ, ունենք վարորդական վկայականներին առնչվող հարթակ, պարեկային ծառայության դեպքում առանձին օպերատիվ կառավարման կենտրոնի թվային լուծումներ ունենք, սրանք պիտի սինխրոնիզացվեն, որովհետև շատ հաճախ մենք տարբեր պատմական ժամանակահատվածներում ստեղծված բազաների մասին ենք խոսում եւ շատ հաճախ նույնիսկ ամենապարզ լուծումները հնարավորություն չունենք իմպլեմենտել
իմպլեմենտացնելու, դա է պատճառը, որ այս բիզնես գործընթացի թվայնացումից հետո կբերենք նաև ընդհանուր մի միասնական թվային հարթակի առաջ։ Լավ, շնորհակալություն, կարևոր հարց է։ Համեցեք, պարոն Հարությունյան։ Գրիգորյան, իմ հարցին վերադառնալով այս ժամկետների հետ կապված, մենք հիմա ներողություն Տիկին Սարգսյան, մենք հիմա ժամկետները ամրագրում ենք օրենքով։ Ինչի լիազորություն չենք տալիս կառավարությանը, որպեսզի կառավարության որոշմամբ այս ժամկետները սահմանվեն, որ ամեն անգամ ձեր ասելով, եթե ճկուն գտնվենք, տեսնենք, եթե համակարգը լավ են աշխատում, ժամկետները կփոխենք։ Հիմա լիազորություն տանք կառավարությանը, ժամկետները կառավարությունը փոխի։ Այստեղ խնդիր կա իրավական առումով։ Անկեղծ ասած, մենք ի սկզբանե այդ տարբերակով էինք գնացել, պարոն Հարությունյան, բայց կոմիտեի քննարկման շրջանակներում պետական տուրքերի սահմանման համատեքստում ֆինանսների նախարարությունը նաև բարձրաձայնեց, որ վերջին տարիներին ընդունելի մոտեցում է համարվել պետական տուրքերի կտորը հենց օրենքում հստակ ժամկետներով սահմանելու, բայց սա կշարունակենք այս թեման քննարկել, ես եւս համաձայն եմ, որ կարելի է շատ ավելի ճկուն լինել, նաև օրերի փոփոխման տրամաբանության մեջ եւ արդեն ազգային ժողովի փուլում, եթե եկանք ընդհանուր կոնսենսուսի, սա եւս կխմբագրենք։ Շատ լավ, կան այլ հարցեր, հարգելի գործընկերներ։ Եթե չկան, առաջարկում եմ ընդունել որոշումը, ովքեր են դեմ չկա, որոշումը ընդունվեց, շնորհակալություն, նիստը ավարտվեց։